ինքը Բայրամովին պատասխանելու ոչ մի հիմք չունի։ Ինչու՞։ Փաստացի Բայրամովը ասում է այն, ինչը եղել է, չէ՞։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դա կարա ասի, էլի նախկիններն են մեղավոր, էլի ռուսներն են մեղավոր, չէ, էլի դաշնակիցները չօգնեցին, նախկինները արդեն պայմանավորվել էին, չէ։ Փաստացի դե թող Բայրամովն ասի, մենք պարոն Փաշինյան, պայմանավորվել ենք, որ պետք է հանձնեք, դուք էլ նոր եք եկել երկրի ղեկավար եք դարձել, ուզում ենք զգուշացնենք, որ հանձնված է, որ չգաք էլի պատերազմ անեք, փորձեք օկուպացված տարածքները պայք, որտեղ մեկը արդեն տրված է, ճիշտ է։ Ժողովրդի տրամաբանության բանով եմ էլի ասում։ Հիմա մենք ում ենք համոզում, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չի, հողատու չի, ու ինչ որ թյուրիմացության արդյունքում ադրբեջանցիները եկել են ու գրավել են, վերցրել են Արցախը, բնականաբար Նիկոլ Փաշինյանը պնդում է նաև, որ հայերը օկուպացրել էին ադրբեջանական տարածքները ու հանուն խաղաղության մենք վերադարձնում ենք, այսինքն ինքը մեր 6 եւ ավել հազար զոհերը 90-ականներին ու 5 եւ ավել հազար զոհերը այդ ամեն ինչը հավաքագրում է միտեղ ու ասում է, որ իրանք օկուպանտներ էին, ագրեսորներ էին, ինքը Բայրամովին պատասխանելու ոչինչ չունի, ոչ մի փաստարկ, քանի որ ինքը եկել է մերժել է Սերժ Սարգսյանին, ով որ այդ հողերը եւ ազատագրել էր, եւ պահում էր, եւ ինքնորոշման հարց էր լուծում, որպեսզի լիներ երկրորդ հայկական պետություն, Արցախի հանրապետություն։ Ինքը կպատասխանի Սերժ Սարգսյանին, որտեղ իր տերերը Բայրամովենք են։ Բայրամովենց ինչ պատասխանի, ասի, լսի տղա ջան, երբ որ Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար էր, քո տերը Ալիևը փաստացի ասում են, որ իրան փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի հանրապետություն, այսինքն Նիկոլ Փաշինյանը, եթե լիներ պետականամետ գործիչ, հայրենասեր գործիչ, մի կողմ կդներ այդ ամեն ինչը, ով ումա մերժե, ինչի համար է մերժե, ով կոռուպցիայի համար պետքա դատվեր եւ այսպես շարունակ, ու կպատասխաներ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ հարգելի Բայրամով, մի հատ Ալիևից ճշտի, քեզ փակ դռների հետևում ով էր ստիպում, ինչ էր ստիպում, ու ինչ բանակցությունների շրջանակներում եք դուք քննարկում Սերժ Սարգսյանի հետ, որ 4 շրջանի համար էլ 5 միլիարդ փող էր առաջարկում, մարդը 6 էր առաջարկում։ Այդ որ բանակցությունների շրջանակներում էր, որ Արցախը պետք է ադրբեջանական լիներ։